44-օրյա պատերազմին զոհված Ժիրայր Մարգարյանի մայրը Նաիրա Մարգարյանը Facebook-յան իր էջում գրել է. «Դուք ձեր հալը կտենաք, այս բառով Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ փորձեց վախեցնել անհետ կորած հերոսների ծնողներին։ Այս օրերին նրա այդ սպառնալիքից հետո մի օրվա մեջ մոտ 60 հոգու միանգամից ԴՆԿ-ի զանգ եկավ։ Այսօր նույն ոճով նրա կինը Աննա Հակոբյանը նույն սպառնալիքն է ուղղում զոհված զինվորների ծնողներին։ Լավ լսեք, մենք մեր հալը արդեն տեսել ենք ձեր դավաճանության, ձեր անխիղճ կառավարման շնորհիվ, բայց հավատացեք, ամենածանր հալը դեռ ձեզ է սպասվում։ Մեր մայրերի արդար ցասումը չի մոռացվում, եւ դուք ձեր արածի պատասխանատվությունը տալու եք ամենադաժան ձևով, ոչ թե բառերով, այլ փաստերով ու իրադարձություններով։ Աննա Հակոբյան, մենք վախենալու ոչինչ չունենք, մենք կորցրել ենք մեր ամենաթանկը», գրել է նա։ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի վաղվա հայցն արհեստացին Ադրբեջան գրեթե ոչինչ չի փոխելու երկկողմ խնդիրների այն բարդ հանգույցում, որոնք ըստ էության բազմաթիվ կետերում անլուծելի են»։ Իրավաբան Ալեքսանդր Կոչուբաևը զուգահեռներ է անցկացրել էլեկտրամոբիլների բիզնեսի եւ փաստաբանական ծառայությունների հարկման միջև ու ներկայացրել, թե ինչպես է հատուկ ռեժիմները չեղարկում նույն ձեռագրով։ Նա գրում է. «Վերջին տարիներին կառավարության կողմից որդեգրած հարկային քաղաքականությունը վկայում է այն մասին, որ մի շարք ոլորտներում պետությունը հրաժարվում է նախկինում սահմանված արտոնություններից, դրանք փոխարինելով համընդհանուր հարկային բեռի կոշտացմամբ։ Եթե 2022-25 թվականներին հանրային քննարկման կենտրոնում էր փաստաբանական գործունեության հարկումը ավելացված արժեքի հարկով, ապա այժմ նույն ձեռագիրն ենք տեսնում էլեկտրամոբիլների ներմուծման վաճառքի ոլորտում»։ Շամշան.com-ը գրում է. «Ապրիլի 27-ին ծեծկրտուք է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել է կրակոց։ Ժամը 19:00-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բարբյուսի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկրտուքի եւ որի ժամանակ հնչել է կրակոց։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Բարբյուսի 10 հասցեի մոտ հայտնաբերվել է կրակված պարկուճ, առնանման հետքեր, Մերսեդես Մակնիշի ավտոմեքենա, հետևի կողային ապակին կոտրված։ Տեղում աշխատել են նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետները։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հանդիպել է հայկական համալսարանի ունկնդիրների եւ դասախոսների հետ։ Հանդիպման ընթացքում նախագահն անդրադարձել է Արցախյան շարժմանը, պատերազմներին, դրանց հետևանքներին, հաղթանակներ հողի վրա եւ դիվանագիտական հաջողություններ, այնուհետեւ պարտություն։ Ռոբերտ Քոչարյանը խոսել է նաեւ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես Քիվեստի փաստաթղթի եւ Մադրիդյան սկզբունքների մասին։ Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք, այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունը։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի եւ ելքի տվյալները, եւ նրանք կտեսնեն նախկինում թույլ տրված խախտումները, ասվում է հայտարարության մեջ։